Ողջույն հարգելի գործընկերներ, ինչպես հայտնի է, Մայր Հայաստան կուսակցությունը, դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում են առաջարկ Հայաստան ծրագրով Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ միասին։ Մեր առաջարկած ծրագիրը վերաբերում է ինչպես Հայաստանի անվտանգային, տնտեսական զարգացման խնդիրներին, սոցիալական խնդիրներին, այնպես էլ կոնկրետ ուղղություններ կան նշված, եւ դրանցից կարևորագույններից մեկը առանձին ուղղությունների ծրագրային Երևանն է։ Մենք դեռ այդ մասին կխոսենք, բայց ուզում նախ անդրադառնալ խորհրդարանական ընտրությունների կարևորությանը, այն ճակատագրական նշանակություն է ունենալու Հայաստանի համար։ Օրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը տանում է ուկրաինացման ճանապարհով, դրա դրսևորումներից մեկը տխրահարչակ Զելենսկու ներկայությունն էր Հայաստանում, եվրոպական միջոցառման շրջանակներում, եւ Զելենսկու հայտարարությունը մեր դաշնակից Ռուսաստանի հետ կապված պարզապես խայտարակություն էր եւ դիվանագիտական սկանդալ։ Ինչ վերաբերում է Հայաստանի ուկրաինացմանը, ապա խաղաղությունից խոսող իշխանությունը ԵՄ-ի հետ կեղծ ինտեգրման քարոզի ներքո բերում է պատերազմ, ընդ որում այդ պատերազմը արդեն իսկ հայաստանյան իշխանությունը հայտարարել է Ռուսաստանին, որը մեր ռազմավարական դաշնակիցն է, եւ ես ուզում եմ հիշեցնել, թե ինչ տեղ ունեցավ Ուկրաինայում, երբ որ խոսվում էր այսպես կոչված եվրոասոցիացման եւ եվրոինտեգրման մասին։ 14 թվականից սկսվեց այդ process-ը եւ Ուկրաինան հիմա պատերազմների ավերակների մեջ է, միլիոնավոր զոհեր, վիրավորներ, 10 միլիոնից ավել Ուկրաինայից հեռացած ուկրաինացի քաղաքացիներ եւ այս ամեն ինչի վերջը չի երևում։ Հիմա նույնը կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ եւ այդ պատերազմը իհարկե ուղիղ ձևով Ռուսաստանի հետ չի լինի, որովհետև Ռուսաստանը այդպիսի խնդիր չունի, այդ պատերազմը կլինի տնտեսական եւ այդ պատերազմը կլինի այն պատճառով, որ Հայաստանը կզրկվի իր անվտանգային կարևորագույն բաղկացուցիչից, այն է հայ-ռուսական հարաբերություններից, որից կօգտվեն Ադրբեջանը եւ Թուրքիան։ Կոնկրետ տվյալ դեպքում Ադրբեջանը կօգտվի առիթից այնպես, ինչպես 2020 թվականին օգտվեց, երբ որ Նիկոլ Փաշինյանը պարզապես տապալեց բանակցային գործընթացը, ստեղծեց կազուս բելլի Ադրբեջանի համար Տավուշյան, հայտնի ամառային այդ մարտերից հետո, եւ դրանից առաջ քանի որ փչացրել էր դիվանագիտական գործընթացը եւ փչացրել էր հարաբերությունները Ռուսաստանի հետ, պարզապես մեր թշնամին օգտվեց այդ առիթից։ Դրա համար մենք կարծում ենք, որ այս ընտրությունները շատ կարևոր են, որպեսզի Հայաստանը կարողանա խուսափել պատերազմից եւ ունենա երաշխավորված խաղաղություն, ինչի մասին մենք արդեն խոսել ենք եւ ինչի շուրջ կազմվել է առաջարկ Հայաստանին ծրագիրը։ Այսօր ծրագրային մասով մենք կներկայացնենք Երևանը, թե ինչ պետք է արվի իշխանափոխությունից հետո ինչ ենք առանձնահատուկ առանձնացրել Երևանը, մայրաքաղաքը, որովհետև մայրաքաղաքում դուք գիտեք, որ ոչ լեգիտիմ իշխանություն է, ընդհանուր ընտրողների թվի ընդամենը 9%-ի քվեն ստացած իշխանությունը, իսկ ընտրությունների մասնակցողների 30-ից մի փոքր ավելի տոկոսին արժանացած իշխանությունը քաղաքական կոռուպցիայի, աճպարարության եւ քաղաքական առևտրի, ինչպես նաև այսպես կոչված անասնագողության միջոցով Երևանում իշխանություն ձևավորվեց 23 թվականին, մինչդեռ դա, ինչպես արդեն նշեցի, ոչ լեգիտիմ է։ Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխությունից հետո
իշխանափոխություն է լինելու նաև Երևան քաղաքում եւ երևանցիները պետք է իմանան, թե մենք ինչպիսի մոտեցումներ ունենք Երևանի կառավարման հարցում։ Այդ իշխանափոխությունը կամ կլինի արտահերթ ընտրությունների ձևով կամ այլ տարբերակով, բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ Հայաստանում նոր իշխանության ձևավորումից հետո նոր իշխանություն է ձևավորվելու նաև մայրաքաղաք Երևանում եւ այստեղ Մայր Հայաստանը իր կարևոր դերակատարումն է ունենալու, նախ քանի որ մենք մեծապես ներկայացված ենք Երևանի ավականիում եւ երկրորդը արդեն երկրորդ տարին անընդմեջ տարբեր հետազոտությունները, հարցումները ցույց են տալիս, որ Մայր Հայաստան խմբակցությունը թիվ 1-ն է Երևանում եւ բոլորը գիտեն մեր քաղաքացիները մայրաքաղաքի, որ մենք ընտրությունների հաջորդ իսկ օրվանից կանգնել ենք երևանցիների կողքը, պաշտպանել ենք նրանց շահերը, չենք մնացել կաբինետներում, ներկայացրել ենք նրանց բոլոր խնդիրները, առաջարկել ենք լուծումներ, սկսած տրանսպորտից, վերջացրած քաղաքի կառավարումը եւ այս առումով մենք կրկնեմ լրջագույն դերակատարման պետք է հավակնենք Երևանի նոր իշխանության ձևավորման մեջ։ Հիմա կոնկրետ Երևանի մասով ես ձեզ կներկայացնեմ առաջարկ Հայաստանին ծրագրի մեր մոտեցումները։ Մենք կարծում ենք, որ մայրաքաղաքը պետք է կառավարվի խելացի ձևով, այսպես կոչված խելացի մայրաքաղաք կոնցեպտն ենք առաջարկում եւ լինի մատչելի այն առումով, որ այս բոլոր թանկացումները շատերի համար մատչելի չեն դարձնում Երևանում ապրելը, Երևանում նույնիսկ զբոսաշրջային գործունեությամբ զբաղվելը եւ մենք կարծում ենք, որ քաղաքը պետք է ունենա մատչելի եւ խելացի կառավարում։ Դրանք տարբեր ոլորտներին են վերաբերում, սկսած էլեկտրոնային շրջանառությունից, փաստաթղթերի, բյուրոկրատիայի բացակայությունից, սկսած կանգառասրահների խելացի կառավարումից, տրանսպորտի խելացի կառավարումից, վերջացրած բոլոր այն գործընթացները, որտեղ մեր քաղաքացիները խնդիրների են հանդիպում, մենք շատ ենք ստանում ահազանգեր այն մասին, որ տարբեր շինությունների հետ կապված խնդիրներ կան եւ եթե նույնիսկ, ասենք, օրինակ ավտոտնակների հետ կապված կա գործընթաց, երբ որ, ասենք, ավտոտնակը ուզում ենք հանդել, մենք ունենք պատկերացում, որ կամ պետք է այդ մարդկանց համարժեք փոխհատուցում տրվի, կամ եթե այդ, օրինակ, ավտոտնակները կամ կցակառույցները, շինությունները չեն խանգարում հանրությանը, ապա նրանց մենք պետք է փաստաթղթային աջակցություն տանք եւ թույլ տանք, որպեսզի նրանք օրինականացնեն իրենց ունեցած սեփականությունը։ Մասնավորապես, օրինակ 4-րդ գյուղում կա հողի նշանակության հետ կապված խնդիրներ, որոնք վերաբերում են մոտ 500 տնտեսությունների, մենք առաջարկում ենք այս հարցում էլ լուծումներ գտնել, որովհետև մարդիկ սովետական ժամանակներից ունեն ակտեր, բայց չունեն սեփականության վկայականներ եւ մարդկանց դատական քաշքշուկի մեջ են ներգրավում, ասում են, որ դիմեք դատարան, որպեսզի մենք կարողանանք ձեր սեփականության իրավունքը ճանաչել եւ բազմաթիվ նմանատիպ խնդիրներ կան։ Դուք գիտեք, որ Մայր Հայաստան խմբակցության անդամները այս բոլոր խնդիրներով զբաղվում են, քաղաքացիների շահերն են պաշտպանում, ուղղակի մենք խելացի կառավարման միջոցով ինստիտուցիոնալ տեսք ենք տալու բոլոր այն խնդիրների լուծմանը, որոնք որ այսօր առկա են։ Ուրեմն Երևանը որպես հայության մայրաքաղաք հիմնականում 3 ուղղություններով պետք է զարգանա։ Ուրեմն պատմամշակութային ուղղությունը Երևանի շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք այն ինչպես աշխարհին ներկայացնել, այնպես էլ մեր աճող սերնդին, այսինքն երեխաները պետք է իմանան Երևանի պատմությունը, Երևանում պետք է մշակույթը իր ամբողջ դրսևորմամբ ներկայանա եւ հասանելի լինի մեր քաղաքացիների համար։ Երկրորդ ուղղությունը Երևանում դա հարմարավետության ապահովումն է։ Շատերդ գիտեք, որ բոլորս դարձել ենք խցանումների զոհեր, օդի կեղտոտվածության զոհեր, տրանսպորտի մատչելիության եւ այլն, այսինքն հարմարավետությունից զրկվածի եւ հատկապես այս իշխանությունների օրոք Երևանը բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնում, երբ որ թեթև անձրև է գալիս, օրինակ ես սիրում եմ անձրևային եղանակին քայլել կամ մեքենա վարել,
բայց շատ դեպքերում հանդիպում ենք լճերի, սա կառավարման խնդիր է, բայց որը ազդում է նաև հարմարավետության վրա, այսինքն կոմֆորտ չէ Երևանում ապրելը զուտ այն առումով, որ բազմաթիվ խնդիրներ կան, այս հարցը պետք է կարգավորվի եւ երրորդ ուղղությունը Երևանի հետ կապված դա հանգստի միջավայրի ստեղծումն է։ Այսինքն Երևանում նաև պետք է մարդիկ հնարավորություն ունենան հանգստանալու, դա արդեն խոսում է զբոսայգիների կառավարման մասին, կանաչ գոտիների մասին, մատչելիության մասին, տարբեր հանգստի գոտիների եւ այս առումով Երևանը այլանդակ ձևով ձևախեղվում է այդ շինթույլտվությունների միջոցով, որոնք հաշվարկված չեն, որոնք խաթարում են ինչպես կոմունալ համակարգերը, ինչպես ենթակառուցվածքները, այնպես էլ ազդում են երևանցիների նյարդերի վրա եւ ես կարծում եմ, որ մայրաքաղաքի հյուրերը նույնպես խնդիրներ են տեսնում այս ոլորտում։ Մենք առանձնացրել ենք առանձին 8 բլոկ խնդիրներ, որոնցից առաջինը ես կուզենայի նշել, որ մաքուր եւ կանաչ Երևան մոտեցումն է։ Եթե հիմա դուք հեռախոսներով էլ նայեք կամ ավելի պրոֆեսիոնալ սարքերով էլ նայեք, թե ինչ վիճակում է Երևանի օդը, ապա կտեսնեք, որ շատ ծանր ցուցանիշներ ունենք եւ Երևանի կառավարման մեջ շատ կարեւորվում է կանաչ գոտիների ներմուծումը եւ դա նշանակում է նաեւ շինարարության ոլորտի կառավարում, դա նշանակում է նաեւ հանգստի գոտիների կազմակերպում եւ այս առումով մենք հսկայական աշխատանք ունենք վիճակագրական տվյալների համաձայն Երևանը ամենաքաղցկեղածին մայրաքաղաքներից է աշխարհի ընդունված եւ դա ուղղակի լրջագույն ահազանգ է բոլորիս համար, որ մայրաքաղաքում օդի աղտոտվածության խնդիրը մենք պետք է կարգավորենք եւ շատ դեպքերում մենք նույնիսկ այսպես տեսանելի տարբերակով զգում ենք, որ ինչքան աղտոտված է օդը։ Այս առումով մոտեցումները ժամանակակից կան եւ խելացի կառավարման շրջանակներում մենք առաջնային խնդիր ենք դիտարկում այդ բնապահպանական մոտեցումը, ծառերի ճիշտ տեղակայումը քաղաքում եւ այն բարբարոսությունը, որը երբեմն մենք տեսնում ենք քաղաքային իշխանության կողմից, ծառերի հետ կապված դրանք պետք է բացառվեն եւ պետք է այնպիսի տնկիներ լինեն, որ նախ Երևանի հետ կապված իրենք համապատասխանում են եւ երկրորդը այդ ջրման process-ը, այդ ոռոգման գործընթացը պետք է այնպես արվի, որ ավտոմատ համակարգեր միանան եւ այդ ավտոմատ համակարգերը նպաստեն, որպեսզի կանաչ գոտիները ավելի խնամված լինեն եւ արդեն մարդկային գործոնը թեթևանա, որպեսզի մենք կարողանանք նորմալ կանաչ Երևան ստանալ։ Հաջորդ ուղղությունը, որը մենք առաջարկում ենք, դա արժանապատիվ եւ մատչելի քաղաքային տրանսպորտն է։ Շատերը տեսած կլինեք, թե ինչ վիճակում է գտնվում տրանսպորտը։ Մեր վրա ուզում են վաճառել, որ նոր ավտոբուսներ են բերել, նոր տրոլեյբուսներ են բերել, դա իհարկե լավ է, որ բերել են, բայց խնդիրը կառավարման մեջ է եւ խնդիրը այն բանի մեջ է, որ տրանսպորտը նախ մատչելի չի թանկության առումով եւ երկրորդը տրանսպորտը հասանելի չի։ Շատերը գիտեք, որ Երևանում կա որոշակի խորություն փողոցների հետ կապված եւ կանգառների քանակը կտրուկ նվազեցվել են եւ մարդիկ հսկայական ճանապարհ են կտրում, որպեսզի հասնեն կանգառներին։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք տրանսպորտից, այստեղ ոչ միայն գնի խնդիրն է, այլ նաեւ հասանելիության։ Մարդիկ բողոքում են, որ հնարավորություն չկա հասնել ավտոբուսին, որովհետեւ 1 կիլոմետր, նույնիսկ դեպքեր կան կիլոմետր+5 մարդը պետք է քայլի, որպեսզի մոտենա կանգառին։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում պետք է համադրել չափերով մեծ տրանսպորտային միջոցները փոքր տրանսպորտային միջոցների հետ, որոնք արդեն կարող են մտնել բակային հատվածները, խորության մեջ գտնվող հատվածները եւ մարդիկ այնտեղից կարողանան օգտվել տրանսպորտից։ Հիմա այդ պարագան չկա, դրա համար էլ մարդկանց կուտակումներ են լինում պիկ ժամերին, մենք տեսնում ենք, թե ինչպես խցկված քաղաքացիները երթևեկում են եւ դա անարժանապատիվ տրանսպորտն է, ինչքան էլ դու նոր մագնիշի ավտոբուսներ բերես, եթե մարդը խցկված է գնում, դրա համար չի կարելի ասել, որ տրանսպորտային համակարգը
բարեփոխված է։ Տրանսպորտային համակարգի բարեփոխումը իհարկե միայն գինը եւ միայն ավտոբուսը չէ։ Տրանսպորտային համակարգի բարեփոխումը դա համալիր մոտեցում է, որը կախված է եւ փողոցների կառավարման հետ, եւ ավտոկայանատեղիների հետ, եւ ավտոբուսների համար առանձնացված գծերի հետ, եւ չվացուցակների, խելացի կանգառների եւ այլն հետ, այսինքն սա կոմպլեքս մոտեցում է, որը բացակայում է, իսկ իշխանությունները նատուրալիստական ասում են, մենք ավտոբուսների բերել թանկացրեցին եւ հաշվի չառան նաեւ քաղաքացիների կարծիքը, ինչպես գիտեք, Մայր Հայաստանը նախաձեռնել էր ստորագրահավաք, 17000 քաղաքացի միացավ մեր ստորագրահավաքին, միացավ մեր նախագծին, որը մենք ներկայացրել ենք եւ օրինակ Հարևան Թբիլիսիի հետ համեմատության մեջ համադրելի գներ էինք առաջադրել եւ իրենց իսկ ներկայացած պաշտոնական թվերով տրանսպորտի ինքնարժեքը 100 դրամից ավել չէր, տատանվում էր 60-70-80 դրամի սահմաններում, բայց իրենք թանկացրեցին, ընդառաջ չգնացին 17000 քաղաքացու ստորագրությամբ նախաձեռնված նիստին, Մայր Հայաստանի նախաձեռնած նիստից քաղաքացիական պայմանագիրը եւ նրան գծված այդ մյուս կառույցը ճողոպրեց ավականուն նիստից եւ դա իդեպ ասեմ երկու անգամ է եղել, սա աննախադեպ երևույթ է, երբ որ իշխանությունը ճողոպրում է դահլիճից, փախնում է եւ տապալում է նիստը։ Իրենք իբր թե մեծամասնություն են, բայց նիստից փախան եւ չքննարկեցին, նույնիսկ քննարկում չիրականացրեցին այն նախագծի, որը ներկայացվել էր Մայր Հայաստանի կողմից եւ որի տակ կար 17000 քաղաքացու ստորագրություն։ Այս առումով մենք իշխանափոխությունից հետո, որը եւ Հայաստանում եւ Երևանում պետք է լինի, նախաձեռնելու ենք նոր մոտեցումներ տրանսպորտի հետ կապված եւ տրանսպորտային համակարգը բարեփոխելու ենք։ Այս առումով ուրեմն կանգառների քանակներն են նաեւ ուսումնասիրվելու եւ առաջարկվելու է մի մոտեցում, որը մատչելի է դարձնելու եւ հասանելի է դարձնելու տրանսպորտը քաղաքացիների համար։ Հիմա նրանք, ովքեր մեզ լսում են, իրենք գիտեն, որ քաղաքային տրանսպորտից օգտվողները իրենք նաև բողոքում են ոչ միայն գնից ու հարմարավետության բացակայությունից, այլ նաև հասանելիությունից։ Ինչ վերաբերում է մետրոյին, ապա քաղաքացիական պայմանագիրը, դե գիտեք, այդ ստի տոպրակը մշտապես բացում է եւ տվյալ դեպքում զերծ չեն մնացել այդ ստի տոպրակի ներկայացումից, իրենք արդեն 4-րդ կամ 5-րդ ինձ կհուշեն երևի իմ գործընկերները կամ 6-րդ ընտրությունն են մասնակցում Աջափնյակի մետրոյով եւ այս պարագայում մենք փաստորեն հերթական անգամ նրանց կողմից այդ սուտը լսել ենք եւ կարծում ենք, որ այդ սուտը պետք է վերջնականապես մերժվի մեր քաղաքացիների կողմից, սա իմիջայլոց։ Հաջորդ խնդիրը, որ կա Երևանում եւ որը ուղիղ կապված է առաջին կետի հետ, որը ներկայացրել է օդի աղտոտվածության հետ կապված, դա աղբի կառավարումն է։ Մենք հաճախ ենք հանդիպում հատկապես տաք ժամանակաշրջանում, երբ որ տեղի են ունենում հրդեհներ, տեղի է ունենում մի իրավիճակ, երբ որ աղբը ուղղակի անտանելի է դարձնում մարդկանց կյանքը այն զոնայում, որտեղ որ ապրում են, հատկապես Նուբարաշենի հատվածին է դա վերաբերում հարակից գյուղերը եւ մինչեւ Երևանի հասնում է եւ եթե քամի կա, ապա ամբողջ Երևանը կարող է խեղդվել ուղղակի։ Աղբի կառավարման հետ կապված ժամանակակից մեթոդներ կան վերամշակման եւ բնական է, որ հետագայում մենք պետք է, ինչպես որ քաղաքակիրթ աշխարհում է, տեսակավորված աղբ ուրեմն օգտագործենք եւ տանք շահագործման այն առումով, որ պետք է տեսակավորվեն թղթի եւ ուրեմն կենցաղային աղբի հետ կապված պլաստիկե միջոցների հետ կապված, այս բոլորը պետք է առանձնացված լինեն եւ քաղաքի խելացի կառավարումը հնարավորություն կտա, որպեսզի մենք կառավարելի դարձնենք եւ մաքուր աղբի հեռացումը եւ մաքուր պահենք մեր քաղաքը։ Շատ մայրաքաղաքներում երևի տեսած կլինեք, բայց ընդունված է նաեւ ստորգետնյա աղբամանների տեղադրումը, երբ որ աղբը գետնի տակ է անցնում, երբ որ դուրս են գալիս, մարդիկ գցում են աղբը եւ գետնի տակ է իջնում, այսինքն քաղաքի արտաքին տեսքի վրա չի ազդում եւ երբ որ քամի է լինում, աղբը չի լցվում ամբողջ քաղաքով մեկ։ Մեր պարագայում տեսել եք ինչ անհարմար տեղեր են հատկացված աղբի համար, որը եւ երթևեկությանն է խանգարում, շատ դեպքերում փակելով առաջի սեկցիան մեքենաների համար
եւ նաեւ սանիտարահիգիենիկ վիճակը շատ ծանր է դառնում, երբ որ մենք տեսնում ենք, թե ինչ է լինում, երբ որ աղբը ժամանակին չի հեռացվում։ Ուրեմն աղբի կառավարումը նույնպես խելացի կառավարման շրջանակներում մենք նախատեսել ենք, որ պետք է իրականացնել եւ այստեղ ժամանակին ներդրումներ էին ուզում անել, թե ինչու ընթացք չստացավ, այլ խոսակցության թեմա է, բայց տարբեր կազմակերպություններ շահագրգռված են, նաեւ միջազգային կազմակերպություններ շահագրգռված են աղբի վերանորոշակման գործարան հիմնելու հարցում եւ այստեղ կարելի է եւ տենդերային մոտեցումը ցույց տալ եւ համայնքային ու մասնավորի համատեղ գործունեությամբ աղբի ժամանակակից եւ քաղաքակիրթ կառավարում իրականացնել։ Հաջորդը, որը բոլորիս հուզում է եւ համոզված եմ, որ այստեղ հավաքվելուց առաջ էլ այդ խնդրի առաջ բոլորդ կանգնել եք, դա ավտոկայանատեղիների խնդիրն է եւ Երևանը ինչպես խցանումների առումով է նյարդային քաղաք դարձել, այնպես էլ ավտոկայանատեղիների եւ մենք քաղաքակիրթ տարբերակ ենք ելի առաջարկում, տարբեր տեղեր կան եւ Երևանում եւ նաեւ կենտրոնից դուրս Երևանի կենտրոնում եւ կենտրոնից դուրս հատվածներում, որտեղ հնարավոր է կառուցել վերգետնյա եւ ստորգետնյա ավտոկայանատեղիներ։ Այդտեղ բիզնեսն էլ իր շահագրգռվածությունը կարող է ունենալ, իհարկե եկամտաբերությունը որոշակի ժամանակ է պահանջելու եւ շատերը կարող են չուզեն, բայց եթե հարմար տարբերակ առաջարկվի, օրինակ հողահատկացումը քաղաքապետարանի կողմից լինի ամբողջությամբ անվճար եւ դա իր համայնքային մասնակցությունը ապահովի, ապա մենք հաստատ կունենանք համայնքի եւ մասնավորի համագործակցություն եւ ժամանակակից աշխարհի բոլոր մեթոդները կարելի է օգտագործել եւ եթե մենք ուզում ենք, որ տրանսպորտը արժանապատիվ ու մատչելի լինի եւ չվացուցակները հստակ աշխատեն, մարդը հեռախոսով կարողանա հետեւել, թե իր տրանսպորտային միջոցը երբ է գալիս եւ այլն, մենք պետք է կոմպլեքս լուծումը առաջարկենք, որպեսզի մարդիկ կարողանան ճիշտ տեղաշարժվել եւ տրանսպորտից օգտվելու արդեն մշակույթ կձևավորվի, ինչպես որ շատ երկրներում մենք տեսել ենք, եթե տրանսպորտը նորմալ պայմաններում կարողանում է մարդուն տեղափոխել A կետից B կետը, ապա շատերը կհրաժարվեն իրենց մասնավոր մեքենաներով տեղաշարժվելուց եւ շատ ավելի էկոլոգիապես մաքուր կլինի, մանավանդ եթե էլեկտրոտրանսպորտի համակարգը ներմուծենք, էկոլոգիապես մաքուր կլինի օգտվել տրանսպորտից, իսկ եթե ամեն դեպքում ուզում են սեփական մեքենաներով տեղաշարժվել, ապա մենք պետք է հնարավորություն տանք մարդկանց ավտոկայանատեղի ունենալու։ Սա մենք չենք հորինել, սա ամբողջ աշխարհում ընդունված մեթոդ է եւ հենց սա է, որ մենք կոչում ենք նաեւ խելացի մայրաքաղաք, այսինքն հնարավորություն, որպեսզի մարդիկ արժանապատիվ տեղաշարժ ապահովեն։ Քանի որ ավտոկայանատեղիներից խոսեցինք, գիտեք, այս իշխանությունները տարեկան վճարը կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացրել են ավելի քան 13 անգամ։ Մայր Հայաստանը դատական կարգով վիճարկել է նրանց այս ապօրինի որոշումը եւ դատական համակարգի միջոցով հաղթել է, բայց օրվա իշխանությունը տարբեր աշխարհությունների դիմելով խուսափում է դատարանի որոշումները կյանքի կոչելուց եւ շարունակում է թանկ պահել մեր քաղաքացիների համար ավտոկայանատեղիների գները կարմիր եւ կապույտ գետագծերում։ Իշխանափոխությունից հետո ուղղղացեն, որ մենք չեղարկելու ենք այդ թանկացման որոշումը եւ առաջնորդվելու են դատարանի այն որոշմամբ, համաձայն որի ծառայությունը 13 անգամ չի դրա թանկացել, այսինքն 12,000-ից չի ավելացել այնքան, որ 160,000 դրամ սարքեն։ Կապույտ կետագծերն էլ են թանկացրել Արաբկիրի հատվածում եւ կենտրոնում կարմիր կետագծերը։ Մենք այս թանկացումը վերանայելու ենք եւ ես տեղեկացնեմ քաղաքացիներին, նրանք ովքեր որ չգիտեն, այն հավելյալ գումարները, որ իրենք հավաքել են, հիմնականում ուղղել են իրենց պարգևավճարներին եւ այդ առումով կարելի ասել, որ այն խոստումը, թե իբր կարմիր կետագծերով ավտոկայանատեղիները թանկացնում են, որպեսզի կենտրոնում խցանումները պակասեն, տեղի չի ունեցել, այսինքն այդ նպատակին իրենք չեն հասել, հետեւաբար այս թանկացումը պետք է չեղարկել եւ սա մեր նաեւ նախընտրական խոստումներից մեկն է Երևանի հետ կապված։ Խցանումների կառավարում։ Սա մի պատկեր է Երևանից, ուղղակի արհեստական բանականության միջոցով մի փոքր, այսպես ավելի բարի տեսք ենք տվել, բայց երևանյան խցանումները պայմանավորված են արդեն վերնշված բոլոր այն գործընթացների հետ,
որի մասին արդեն խոսեցինք, դա տրանսպորտի հետ կապված համակարգ, ավտոկայանատեղիների հետ կապված համակարգ եւ փողոցների սխալ կառավարում, ներառյալ լուսացույցների կառավարումը, որը նույնպես պետք է խելացի լինի եւ լուսացույցները ամբողջ Երևանում պետք է հնարավորություն տան տրանսպորտային միջոցներին եւ քաղաքացիներին ըստ հոսքերի համապատասխան կառավարում իրականացնել, այսինքն այդ վարկյանները ոչ թե պետք է ստանդարտ լինեն, այլ պետք է այնպիսի կառավարում լինի, որ մենք խցանումներ չստանանք։ Այս խցանումները եւ տնտեսական առումով եւ առողջության առումով բոլոր առումներով վնասում է մայրաքաղաքին եւ մայրաքաղաքի բնակիչներին։ Խցանումների կառավարումը հնարավոր է նաև կոմպլեքս մոտեցումներով եւ ավտոմեքենաների հետ կապված, ասենք նրանց տարեթվերի հետ կապված տարբեր մոտեցումներ կան, իհարկե ես այդ մասին հիմա չեմ խոսի, բայց ամբողջ աշխարհում ընդունված է այդ տարեթվերի հին մեքենաների հետ կապված կառավարումը, բայց տվյալ դեպքում մենք քանի որ սոցիալական խնդիրներ ունենք, մենք չենք կարող այդ ճանապարհով գնալ, բայց պետք է ձգտել դրան, բայց այլընտրանք առաջարկելով։ Եթե մենք մարդուն ասում ենք, որ դու ենթադրենք պետք չի որ շատ լինես կենտրոնում, մարդուն պետք է այլընտրանք առաջարկենք։ Եթե մարդուն ասում ենք, որ դու պետք է կենտրոնում այնպես անես, որ խցանում չլինի կամ արաբգիրում խցանում չլինի, պետք է այլընտրանք առաջարկենք ավտոկայանատեղիների տեսքով, պետք է այլընտրանք առաջարկենք փողոցների ճիշտ կառավարման տեսքով։ Թե չէ սրանց մոտեցումը հետևյալն է, թող համբալները չգան կենտրոնում չկանգնեն, բայց դատական կարգով է, գիտեք, Մայր Հայաստանը վիճարկում է այդ տխրահարճակ համբալ հայտարարությունը եւ մեր քաղաքացիները կարծում են, որ հունիսի 7-ին պետք է ցույց տան, թե ով է մեր երկրի քաղաքացին, իսկ ով համբալը։ Այս առումով շատ կարևոր է նաեւ մեր ընտրությունը։ Ինչպես սկզբում էի նշել, Երևանը ուղղություններ է ունենալու եւ պետք է ունենա, որտեղ պատմամշակութային արժեքները նաեւ կարևոր տուրիստական նշանակություն ունեն։ Այս առումով, եթե վերցնենք Ուրարտու Էրեբունի համակարգը, ինքը օբյեկտիվորեն նախ կտրված է կենտրոնի կյանքից, բայց նաեւ կտրված է ընդհանուր քաղաքային process-ից, ենթակառուցվածքների եւ այլն առումով, անակ հասարակ օրինակ բերեմ այդ լուսային կառավարումը, ներկայացումը եւ այլն, ասենք համանման հանգարան եւ ամրոց ունեցող որևէ այլ քաղաք այնպես կմատուցեր դա տուրիստներին, որ դա կդարձներ հիմնական այցեքարտը։ Մենք պետք է այնպես անենք, որ Էրեբունի համայնքի մեր այս զարդը, մեր այս մշակութային կարևորագույն կետը ինտեգրվի Երևանի հետ եւ դառնա թիվ 1 այցեքարտը Երևանի, որը նաև հնարավորություն կտա Էրեբունի համայնքին զարգացում ապահովել եւ ենթակառուցվածքների առումով, որովհետեւ տուրիստական հոսքը եւ ճիշտ կառավարումը, նույնիսկ ասենք այդ զիպլայների համակարգ է առաջարկվում վերևի հատվածից դեպի որոշակի ասենք լճի մոտ հանգստի գոտի այդ համակարգը հաշվի առնելով, այս ամեն ինչը մենք պետք է այնպես անենք, որ այցեքարտ դարձնենք ամբողջ աշխարհի համար, որը այս պահին այդպես չի։ Մենք հպարտանում ենք Երևանի տարեթվով, բայց մեր հպարտության օբյեկտը ինտեգրված չի Երևանի այն մասով, գոնե այն չափով ինտեգրված չի, ինչ չափով որ պետք է ինտեգրված լիներ։ Հաջորդ համակարգը, որը մենք ունենք, դա կասկադն է, կենտրոնի զարդը եւ կասկադը հաղթանակ զբոսայգու հետ մինչեւ օպերային հատված ինքը մեկ միասնական օրգանիկ համակարգի մեջ դեռևս չէ, որովհետև այդ ենթակառուցվածքները դեռևս ավարտական տեսքի չեն եկել եւ մենք պատկերացնում ենք, որ կասկադի համակարգը պետք է ամբողջությամբ արդեն պետական եւ համայնքային միջամտությամբ եւ նաեւ մասնավորի ներգրավմամբ ամբողջությամբ վերջնական տեսքի բերվի, հարակից հատվածները, ենթակառուցվածքները զարգացվեն եւ դրանով իսկ նաեւ նոր շունչ տրվի հաղթանակի զբոսայգուն եւ Երևանի կենտրոնը դեպի հյուսիս հատվածի հետ օրգանիկ տեսք ստանա։ Այստեղ մենք տարբեր նախագծեր ունենք, ճարտարապետները առաջարկել են, ուղղակի այս պահին դեռ դրանք կյանքի կոչելու հնարավորություն չկա, քանի որ դեռևս իշխանափոխություն չի եղել, բայց իշխանափոխությունից հետո անպայման մենք այս համակարգերին անդրադառնալու ենք եւ որպեսզի մենք կարողանանք խուսափել այս թանկացումներից, որոնք վերաբերում են նաեւ Երևանում գույքահարկին, որը մենք առաջարկում ենք մեր ծրագրով
կրկնակի կրճատել, որը վերաբերում է տեղական турքերին եւ վճարներին, որոնք վերաբերում են աղբահանությանը, որոնք այլ թանկացումների են վերաբերվում, մենք առաջարկել ենք դրանք վերանայել եւ հունիսի 7-ին առաջարկում ենք մեր ընտրողին ընտրել համար 7-ին, որովհետեւ մեր ծրագիրը առաջարկ Հայաստանի ծրագիրը ամենաիրատեսականն է, մասնագիտական առումով բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունք է այդ ծրագիրը եւ բնականաբար մենք համոզված ենք եւ ցանկանում ենք նաեւ մեր համոզմունքը փոխանցել մեր հանրությանը, որ հավաքական ընդդիմությունը կարողանալու է իշխանափոխություն իրականացնել, որովհետեւ դա արդեն գոյաբանական խնդիր է, հակառակ պարագայում մենք չենք կարողանա խուսափել պատերազմից, չենք կարողանա խուսափել ավերածություններից, զոհերից, մահերից, իսկ Նիկոլ Փաշինյանը ստի, կեղծիքի, պատերազմի, ավերածությունների, մահերի խորհրդանիշն է եւ նա պետք է հեռացվի իշխանական համակարգից, որպեսզի Հայաստանը կարողանա ապրել։ Շնորհակալություն ուշադրության համար, սա մեր մոտեցումն է։ Ես նաև տեղեկացնեմ մեր քաղաքացիներին, դուք գիտեք, որ մենք պարբերաբար շփվում ենք ձեր հետ, կաբինետային չենք եւ այս ընտրաշավի ժամանակ դուք Մայր Հայաստանի թիմին, Բարգավաճ Հայաստանի հետ կտեսնեք Երևանի բոլոր վարչական շրջաններում, բոլոր փողոցներում, բակերում եւ սա ոչ թե կլինի ընտրությունից ընտրություն շփում ձեր հետ, այլ ուղղակի մի քիչ ավելի ինտենսիվ շփում, որովհետեւ մենք երբեք չենք մնացել կաբինետներում եւ սա հարմար առիթ է լինելու ձեզ հետ եւս մեկ անգամ շփվելու, եւս մեկ անգամ խոսելու խնդիրներից եւ դրանց լուծումներից, այնպես որ սիրելի երևանցիներ, մենք հյուրընկալվելու ենք ձեզ եւ ակնկալում ենք այն աջակցությունը, որը դուք մեզ տալիս եք արդեն 3 տարի շարունակ։ Շնորհակալություն։